Ուրեմն մենք այգեզարդ համայնքին ենք ավելի շատ պատկանում, որտեղ հողերն են դեղա, բայց ասեմ, որ ուրեմն մեր հողերը ու Գինեվետի գերեզմանատունը, այսինքն Գինեվետի վերջը, մեր ցանցով բաժանվում, այսինքն մենք Գինեվետի հենց կպած ենք, ուզում եք ասեք Գինեվետ ենք, ուզում եք ասեք այգեզարդ ենք։ Մենք այնտեղ մոտ 10 հեկտար հող ենք մշակում, այս 10 տարի է։ Եղբայրս է, եղբորս տղան է, ընկերներս են։ Այս 10 տարի է մենք սեղանի խաղող ենք թարմայի բանշակում, ծիրան, դեղց, չեմ անում էլ դամբուլ։ Հիմի այդ սարը մեր գլխի վերևում է։ Այդ սարը, որ սկսեցին շահագործել, մենակ հետո ես չեմ ընդեղ, եթե տենակ ընդեղ հարյուրավոր հեկտարներ, մենակ ես իմ մասին չի, ես կարող բոլորի անունից ասեմ։ Եթե դուք նայեք, ամբողջը կանաչապատվել է այս վերջի 10 տարում, այնտեղ այնքան ծառատ ենք հարյուրավոր հեկտարներով։ Հիմա այս բոլոր գյուղատնտեսությունը կանգնում է բանի առաջ, կրիզիսի առաջ, որտեղ վերևից եթե տրաքացումներ կատարվեն, առաջինը փոշի է բարձրանալու, եթե փոշի բարձրացավ, ուրեմն մեղուները չեն փոշոտելու, արդեն բնական է, պլյուս փոշին այն մնացած բերքի վրա նստելու ու չեն կարնալու ժողովուրդը գյուղացին չի կարնալու արտահանի այդ որտեղ այդ բանին էլ չեմ ասում գյուղեն էլ հետը դրա համար գյուղատնտեսությունն ու հանքագոր արդյունաբերությունը հետ համատեղելի չեն ուղղակի հետո գիտեք ինչ կա ամենավատը ստախոսությունն է երբ որ ասում են չենք տրաքացնելու պայթեցումներ չեն աշխարհում այդպես բաց հանք չկա ցեմենտի որ պայթացում չանեն չկա այդպես որտեղ այնտեղ դատարկություններ կան որը վտանգ է սպառնալու աշխատողների համար ու պարտավոր են տրաքացնեն Հիմա մենք չենք կարող այնտեղ իմանանք մի անգամ էր այդ վտանգը այդ մի տրակտորիստի թե 10 անգամ էր հասկանում եք վերջի հաշվով էլ որպես բիզնես պլան որ վերցնում եք բիզնեսի աչքով պետք է ինքնարժեքը էժան լինի ցեմենտի դրա համար պիտի տրաքացնեն իրանք ուզեն չուզեն պետք է տրաքացնեն որովհետև չեն կարող այն կողմում տրաքացնում են այս կողմում չտրաքացնեն ու չկա տենց հանքափոր բաներ, որ բերեն այդպես փորելով այդքան աշխատեն, այդքան այդ իրենց ջրցանը անեն, այդ երաշերտ չեմ անում, չեր անեն այդ ֆանտազիայի դաշտը։ Ու հետո այդ պրոդուկտը ինքնարժեքը համապատասխանի շուկային չեն կարա։ Այսօր ցեմենտի մանրածախ գինը 56 դրամ է։ Էլ մեծածախը չեմ իմանում, ավելի էժան է։ Մեր ամենաէժան էս խաղողա տեխնիկա խաղող որ հանձնում է գյուղացին 150 դրամ է մինչև 700 դրամ մենք բերք ունենք այնտեղ հիմա արեք մտածենք որն է ճիշտ որն է մեզ ավելի լավ դարերով զբաղվել ենք ու զբաղվենք գյուղատնտեսությամբ թե 20 տարի ստեղ ուտենք 20 տարի պրոստը քանդենք ուտենք վերացենք ամայի դաշտի այս գյուղերն էլ ամեն որը հիվանդանա որը քոչի ստեղից գնա հա ու ստանանք մի հատ անապատ Դուք հիմնական խաղաղագործությամբ եք, հա՞։ Մեր խաղաղագործությունը մենք ծիրանի 3.5 հեկտար ծիրան ունենք, 2.5 հեկտար թարմավոր խաղող ունենք, դեղց ունենք հեկտար, դամբուլ ունենք, ինչ ասես ունենք։ Տեղական շուկայում եք դրանք։ Ոչ, հենց ամբողջ այդ լանջի բերքը նրանով է աչքին գնում, որ ամենաթանկ ու առաջի բերքն է, հասկանում եք։ Այստեղ որ բերքը դուրս է գալիս, հələ գյուղում անգամ բերք չկա։ $1 միլիոն դրել ենք ու նպատակ ունենք էլ ավելանենք, բայց այսօր մենք բան ենք արել։ Ստոպ ենք։ Ես լավ ընկերներ ունեմ, որ եկել են, ուզեցել են գաղափարակից լինեն, ուզեցել են գան ներդրում անեն, այսօր ասում են, չէ, ներողություն մենք Հայաստանում մի կոպեկ ներդրում չենք անում։ Գյուղատնտեսության մեջ թե հենց գյուղատնտեսության մեջ։ Հենց չենք անի, ասում են ու հրաժարվում են։ Էմի եկածին էլ ասում են գնա ստեղից, ինչ ասես։ Բայց ես ոչ մի տեղ գնալ տեղ չունեմ, ես եկել եմ ստեղ ապրեմ։ Ես չեմ գնա 10 տարի է, հա, արդեն որ զբաղվում։ Դե 10 տարի մենք արդեն զբաղվում ենք գյուղատնտեսությունը մի հատ այնպես ոլորտ է, որ ժամանակատար է, էլի, չես կարա դու այսօր փողը ներդնես, վաղը ստանաս օգուտը։ Դա միտեղ էլ ոնց ասեմ, ինչա։ Ավելի շատ երևի մի քիչ պետք է ուրիշ ձևի մտածելակերպ ունենաս, որ ասեն քո հայրենիքում այդ ներդրումն անես, որտեղ ոչ մեկ բոլորն էլ փող հաշվել գիտեն, ոչ մեկն էլ այդ ավել փողը չի դնի 10 տարի, 15 տարի սպասի, բայց մենք մեր երկիրն է եկել ենք անում ենք։ Իսկ որ նոր գալիս էիք ու անում էիք այդ գործը, արդյոք կար այս խնդիրը հանքի Չկար, շահագործման բացարձակ չկար, բացարձակ մեր մտքով չէր էլ անցնում, մեր այս վերջին 3 տարին է, հետո այս մենակ այս խումբը չի, օրց գրուպը չի։ Դրանից առաջ մենք պայքարել ենք բանի դինգնդինգ Հետո առանձին մի հատ էլ օրդի հետ, հենց օրդ գրուպի հետ, մի խոսքով փասենցա գալի, մենք մեր բոխանակ մեր ուժերը, մեր ռեսուրսները դնենք, զարգացնենք ավելի, մենք բան ենք անում, մենք մեր ռեսուրսները դնում ենք պայքարի։ Բայց ես մի հատ ամենակարևոր բանն եմ ուզում ձեզ ասել։ Ստեղ ոչ էս հողն է այդքան կարևոր,
ոչ ինչ է, այստեղ արևի դիրքն է կարևոր այս սարի հետ։ Հասկանում եք, ես ինչ է, սա աստվածային մի հատ գտած վայր է, որ այդ կարմիր սարը կլանում է շատ արև իր դիրքի համար, ու այստեղ բերքը թե համեղ է, թե շուտ է հասվում, եւ թե թանկ է վաճառվում։ Հիմա պետք է մտածենք։ Ես հույս ունեմ մեր իշխանությունները ուշադրություն կդարձնեն այս ասածներից։